Մի թարմ տեղեկություն են պատրաստել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ են շարունակում մնալ Հայաստանի Սահմանադրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Բանակցությունները այստեղ կանգ են առել, թե մտել են փակուղի։ Չէ, բանակցությունները շարունակվում են, կարծում եմ նույն ոգով եւ ոճով, ինչը ի սկզբանե թելադրել է ադրբեջանական կողմը եւ այստեղ ինչպես նախորդ բոլոր զիջումների դեպքում դարձյալ Հայաստանից ակնկալում է ադրբեջանական կողմը նոր զիջումներ։ Հենց դա նկատի ունեմ։ Բանակցություն ասելը ներողություն մի քիչ վերամբարձ կարող է հնչել, այստեղ ավելի շատ ոչ թե բանակցություն է, այլ միակողմանի պահանջների հետևողականորեն պարտադրում։ Այնինչ ընթերցեցի, դա ուրեմն դա վերջը չէ, էլի պահանջներ կլինեն։ Եթե անգամ այս պահանջների բանալին գտնի Երևանը։ Նայեք, ես չեմ կարծում, որ Ադրբեջանի խնդիրն է Հայաստանի հետ խաղաղություն կնքելը, հակառակ դեպքում կարող էին այդ նման պայմանագիր կնքելու ցանկության դեպքում արդեն այն կնքված կլիներ։ Եվ սա մի գործընթաց է, որը միտված է Հայաստանում անընդհատ լարվածության մեջ պահել թե ժողովրդին, թե իշխանություններին, թե պարտադրել տարբեր տեսակի զիջումներ այդ գործընթացի շրջանակներում, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից, այնպես որ ասել, որ մենք խաղաղության ենք գնում, դա միամտություն կլինի։ Գնում ենք ընտրությունների 2026։ Մենք գնում ենք ընտրությունների, բայց առանց այս պայմանագրի կգնանք, այսինքն։ Գիտեք, չեմ բացառում, որ ինչ որ փուլում Ալիևը որոշի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը իրեն ավելի ձեռնտու իշխանություն է Հայաստանում, քան հնարավոր ձևավորվելիք այլընտրանքային քաղաքական ուժը կամ ուժերը կամ դրանց դաշինքը։ Այդ դեպքում գուցե եթե Հայաստանում հակակշիռ ձևավորվի նախկին եւ ներկա իշխանություններին, այդ դեպքում հնարավոր է, որ Ալիևը որպես աջակցություն, այսպես ասած, իր համար ավելի ցանկալի ուժերի փորձի որևէ կերպ ժեստ անել, այսպես ասած, պահելու համար Հայաստանում գործող իշխանություններին։ Իսկ եթե պատկերավոր ասած մարզադաշտում մնան ներկաներն ու նախկինները, այդ դեպքում դժվար կընկվի, որովհետև երկու դեպքում էլ իր համար խնդիր չկա պարտադրելու կամ շարունակել պարտադրել իր կամքը։ Հայաստանի ներքաղաքական օրակարգում նորից տաքանում է Արցախի թեման, պատերազմի թեման, դրանից են օգտվելու, այդ գործիքն է գործելու։ Ես նկատի ունեմ վերջին, այսպես ասած, իմպուլսներ այդ կողմից։ Դե Հայաստանի հասարակության մի մասի համար Արցախի թեման փակված չի եւ դրա չասեմ շահարկման, բայց այդ հարցը անընդհատ բարձրանալու է։ Այսինքն այնպես չի, որ ինչ որ մի իշխանություն կգա եւ այդ հարցը կարող է բարձրանալը մի բան է, շահարկելը մեկ այլ բան է, կարելի դնենք այդ սահմանը, թե չէ։ Սահմանը ում հետ։ Սահմանը խնդիրը գոյություն ունենալու եւ խնդիրը շահարկելու հետ։ Չէ, դե նայեք, շատ դժվար է հասկանալ կոնկրետ ով է շահարկում եւ ով է սրտացավ կամ մտահոգ այդ հարցով։ Այդ առումով քանի հարցը կա, լինելու են եւ մտահոգ մարդիկ, որոնք փորձելու են այդ խնդիրը առաջ մղել եւ լինելու են մարդիկ, որոնք փորձելու են օգտվել նույնն է շահարկել։ Այդպես քանի հարցը կա եւ նրանք են լինելու եւ նրանք են լինելու։ Օրինակ, Հայաստանի երկրորդ նախագահ այսպիսի մի բառակապակցություն օգտագործեց իր խոսքում, որ Հայաստանն է սադրել բովանդակությունը դա է 44 օրյա պատերազմը։ Հիմա դա ինչ է։
Դա Ալիևի կողմից գործած հանցագործությունները լեգիտիմացնելու փորձ, որը իմ կարծիքով ռուսական գծի մեջ է եւ Ռուսաստանի Ինչու ռուսները ինչ կապ ունեն դրա հետ։ ռուսները Ուղիղ կապը ուզում եմ տեսնել, էլի այդ։ չէ, նայեք, դե մեծ հաշվով չեն թաքցրել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, որ իրենք ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական պատերազմի մեջ, այդ պայմանագիրը կնքելու մեջ, եւ Վլադիմիր Պուտինը անձամբ է այդ պայմանագիրը մշակել եւ այլն, այստեղ երկրորդ կարծիք լինել դժվար է, եւ մյուս կողմից կա խնդիր, օրինակ լեգիտիմացնելու Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը կամ պատերազմը Ուկրաինայի նկատմամբ եւ որ գրեթե նույնն է Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները Հայաստանի նկատմամբ։ Այստեղ շատ լուրջ զուգահեռներ կան եւ եթե ենթադրենք Հայաստանում կա մի ուժ, որը ակնկալում է վաղը մյուս օրը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ միութենական պետություն կազմել, ապա այդ ուժի շահերից է բխում առաջ տանել այն թեզը, որ ամբողջ մեղավորությունը Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններինն է, պատերազմը սադրել ենք մենք, հրահրել ենք մենք, սկսել ենք մենք, պարտվել ենք մենք եւ այլն, եւ այդտեղ Ռուսաստանը կամ Ադրբեջանը որևէ մեղք չունեն։ Դրանով իսկ այդ ուժը ցույց է տալիս իր լոյալությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի նկատմամբ։ Չգիտեմ պատահականություն է թե ոչ, այսօր էլ հայտնվեց Վիտալի Բալասանյանի նամակը, գրած Պուտինին, այդ նամակում խնդրում է արցախցիներին վերադարձնել իրենց տներ։ Չգիտեմ զուգադիպություն է թե ոչ, ես 2-3 օր առաջ նայեցի աչքովս ընկավ Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձը Վլադիմիր Պուտինին։ Թարմ բան եք, նոր բան եք ասում։ Ինչպես։ Նոր բան եք ասում, հա։ Չէ, 20 թվականի պատերազմի ընթացքում։ Եվ հիշեցի այդ ժամանակ նաև Զորի Բալայանի նամակը Վլադիմիր Պուտինին, նամակներ Գյուլիստանի հայ իրականության պայմանագրի վրա մենք որպես հասարակություն, որը չի ինքնորոշվել եւ չի ցանկանում պատասխանատվություն կրել իր կյանքի, իր կենսագործունեության, իր ապագայի առաջ, անընդհատ փնտրում ենք տերեր եւ մեր այսպես կոչված քաղաքական վերնախավը, որ մինչև հիմա եղել է, շարունակում է այդ գիծը պահել, սկսած, չգիտեմ, Իսրայել օրուց կամ գուցե դրանից էլ առաջ։ Այնպես որ ես չեմ զարմանում Վիտալի Բալասանյանի նամակի վրա եւ կարծում եմ դա վերջին նամակը չի, ելի կլինեն նամակներ։ Դե դեպքում մի նամակ էլ պետք է Իրանի նախագահային ուղարկել, չէ՞։ 2 օր առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի անկախտելի մաս։ Իրանը հայտարարեց, որ միշտ է ճանաչել Ադրբեջանի անկախտելի մաս, այսինքն որքան հասկացա դա նոր չի, եւ կարծում եմ այստեղ խնդիր նեղանալու, նեղվելու կամ չէ, խոսքը այդ մասին չէ երբեք, հա։ Կարիք չկա, որովհետև երբ որ դու քո իրավունքները զիջում ես, դրանից փորձում են օգտվել հնարավոր շահառուները։ Իրանը այդ շահառուներից մեկն է, որ փորձում է իր հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, իր համար առավելագույն շահեկան պայմաններով, եւ օրինակ այն, որ մենք ճանապարհի հետ կապված լեզու չենք գտնում, Իրանը օգտվում է դրանից։ Այն որ մենք Իրանի հետ մենք ասելով Արցախի իշխանությունները, հա, Իրանի հետ սերտ համագործակցության եզրեր չէին գտնում, հիմա Ադրբեջանը, չգիտեմ, այդ տարածքում ջրամբարներ են կառուցում, հեկ են կառուցում եւ այլն, այսինքն դա նորմալ գործընթաց է։ Իրանի խնդիրը չի Հայաստանի հզորացումը, Իրանի խնդիրն է իր շահերը պահելը, իր շահերից է բխում ճանաչել Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը։